Ձեռքերի վրա քայլող այս ռոբոտը շուտով կարող է դառնալ ֆերմերի ու ագրոնոմի օգնական, բայց մինչ այն կհայտնվի դաշտում կամ ջերմատան, ուսանողները Ագրարայինի այս նորաբաց ագրոբոտ կենտրոնում կսովորեն, թե ինչպես այս ու ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտի այլ սարքավորումներ կարող են նպաստել խելացի գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում։ Թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ դա ոչ միայն նորաձևությանը հետևելու ցանկություն է, այլ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը բարձրացնելու իրական հնարավորություն։ Կրթական համակարգը չի կարող անմասն մնալ տնտեսության պահանջներից, առավել ևս այնպիսի բու, ինչպիսին Ագրարային համալսարանն է, մշտապես ունի իր աչքի առաջ շատ կարևոր մոտեցում, ինչ է անհրաժեշտ, որպեսզի ագրոպարենային ոլորտում առաջընթացը տեղի ունենա հնարավորինս արագ։ Եվ այդ նույն խնդիրները լուծելու նկատառումներով հիմնադրվեց անցած տարվանից ագրոմեխատրոնիկայի և ճշգրիտ ռոբոտատեխնիկայի կրթական ծրագիրը։ Ըստ նախարար Անդրեասյանի այս կենտրոնը կարևոր դեր կունենա ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների պատրաստման գործում, միաժամանակ ամրապնդելով բուհ աշխատաշուկա կապը։ Այստեղ ուսանողները գործնականում կծանոթանան նաև ագրարային ոլորտում արհեստական բանականության և ճշգրիտ գյուղատնտեսության նորագույն լուծումների կիրառմանը։ Այստեղ ձևավորված է միջավայր, որտեղ մենք նոր որակի գյուղատնտեսության մասնագետներ կարող ենք պատրաստել, բայց ոչ միայն։ Ստեղծված լաբորատորի ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս նաև այստեղ շատ կարևոր հետազոտություններ անել։ Եվ մենք արդեն տեսանք, որ մեր ուսանողները նմանատիպ փորձ ունեն, օրինակ ջերմոցներում արտադրողականության բարձրացման ուղղությամբ, եւ ես վստահ եմ, որ այս կենտրոնը դառնալու է թե կրթական եւ թե նաեւ գիտահետազոտական շատ կարևոր միջավայր մեր երիտասարդների եւ ոչ միայն երիտասարդների գործունեության համար։ Գրիշան գիտելիքները խորացնում է ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա մասնագիտությամբ։ Դասերի մասին ոգևորված է պատմում։ Ասում է, այստեղ սարքավորումներն ուսումնասիրում են դետալ առ դետալ, ինքնուրույն հավաքում և գործարկում, արդյունքում աշխատաշուկա են մտնելու արդեն որպես պատրաստի մասնագետներ։ Բացի այդ, թիմ են ձևավորել և ջերմատնային մոնիթորինգի համակարգի իրենց գաղափարով ուսանողական հաքաթոնում երրորդ տեղ զբաղեցրել։ Նրանց մշակած տեխնոլոգիական լուծումը հնարավորություն է տալիս վաղ փուլում բացահայտելու բույսի խնդիրները, օգնելով ագրոբիզնեսին նվազեցնել կորուստները և ավելի արդյունավետ պլանավորել հաջորդ արտադրական շրջանը։ Ազդեցությունը միմյանց վրա այդ ամեն ինչը այս ստենդի շնորհիվ չափվում է։ Այսինքն այստեղ կարող ենք օրինակ նայենք, թե քանի կիլոգրամ ուժ է գործադրում։ Ագրոբոտ գերազանցության կենտրոնը ներառում է 4 ժամանակակից ուսումնական լսարաններ, որտեղ կիրականացվեն ինչպես գիտահետազոտական աշխատանքներ, այնպես էլ վերապատրաստումներ ու մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրեր։ Կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել էր տարիներ առաջ, իսկ այսօր այն արդեն նոր հնարավորություններ է ստեղծում խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար։ Շատ կարևոր նաև հանգամանք ունեցան, որ հրամանը ստորագրելուց շուրջ 2 շաբաթ անց ստանում ենք պարոն Հայոցյանից մեկ այլ գրություն, որով հնարավորություն է ընձեռվում միջին մասնագիտական կրթական, այսպես ասած, դիպլոմ վկայական ունեցող ուսանողները ընդունվեն Ագրարային համալսարան առանց միասնական քննությունների։ Ագրոբոտ կենտրոնը ստեղծվել է կրթության բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրով, իրականացվել Ագրարային համալսարանի և կրթական ծրագրերի կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, լուրեր։